Սևան համայնքում ընթացքի մեջ են Սևան համայնքի փողոցների հիմնանորոգման աշխատանքներ, սուբվենցիոն ծրագրի ճանապարհաշինական աշխատանքները։ Ծրագրի առաջին փուլի Սևան քաղաքի շուրջ 1 տասնյակ փողոցների հիմնանորոգումը մեկնարկել էր Իսահակյան, Կարմիր բանակի, Սպանդարյան փողոցներից, որտեղ իրականացվել են շինարարական աշխատանքներ ներառելով քանդման, հողային, ճանապարհային պատվածքի, ուղիների եւ մուտքերի, մայթերի հիմնանորոգում, դիտահորերի պատերի ամրացում, կափարիչների, եզրաքարերի, եզրաշարերի, նոր մետաղական խողովակների տեղադրում, ջրամեկուսացում, ջրահավաք հորերի իրականացում եւ այլն։ Հիշյալ փողոցներին հաջորդել էր Օրբելի փողոցը, որտեղ շինարարական աշխատանքները արդեն հատել են վերջնագիծը։ Ընթացքի մեջ են Գեղամա, Ռուսական փողոցների հիմնանորոգումը, որին կհաջորդեն Աբովյան, Սայատնովա, Սյունյաց փողոցները։ Հիշեցնենք, որ 2024 թվականի տարեվերջին էլ այս ծրագրի առաջին փուլի շրջանակներում հիմնանորոգվել էր Էներգետիկների փողոցը։ Սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգումն ընդգրկում է 39657 քառակուսի մետր տարածք։ Ծրագրի պայմանագրային արժեքը շուրջ 654 միլիոն դրամ է, համայնք պետություն 50% համաֆինանսավորմամբ։ Շինարարական աշխատանքներն իրականացվում են Ճանշին սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն Կապալառու կազմակերպության կողմից։ Այս օրերին հիմնանորոգվում է նաև Սևանի երաժշտական դպրոց տանող ճանապարհը։ Սևան համայնքի երաժշտասեր երեխաները նոր ուսումնական տարին կդիմավորեն Սևանի Վալերի Սարգսյանի անվան երաժշտական դպրոցի նոր շենքում։ Այս օրերին ընթանում են շենքի հարակից տարածքի բարեկարգման աշխատանքները, որը ներառում է նաև դպրոց տանող ճանապարհի հիմնանորոգումը։ Ներկայումս ընթանում են ճանապարհի հողաշինական աշխատանքները։ Սուրեն Բարսեղյան, Գնելովանիսյան, Սևան STV1 հեռուստաընկերություն, Գեղամաուր։